Փառք մեր Տիրոջը եղբայրներ քուրեր այսօրվա համար թող Տերը մեզ տրամադրի Աստծո խոսքը լսելու Աստծուց բան առնելու Ես այսօր կարդալու եմ Ղուկասի ավետարանից 18-րդ գլխից առաջի համարից Եվ նա մի առակ ասաց նրանց այն բանի վերաբերյալ թե ամեն ժամանակ պետք է աղոթել եւ չվհատվել Ասելով մի քաղաքում մի դատավոր կա, որ Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում, եւ մի որբևարի էլ կար նույն քաղաքում, որ նրա մոտ էր գնում եւ ասում իրավունք պաշտպանիր իմ թշնամուց։ Իրավունքս պաշտպանիր իմ թշնամուց եւ նա որոշ ժամանակ չկամեցավ, սակայն հետո իր մտքումն ասաց. Թեև Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս որբևարին հոգնեցնում է ինձ պետք է Նրա իրավունքը պաշտպանեն, որպեսզի այլևս չգա եւ ինձ չանհանգստացնի։ Եվ Տերն ասաց. լսեցեք, թե անիրավ դատավորը ինչ է ասում, իսկ Աստված ինչքան էլ համբերող լինի, միթե իր ընտրյալների համար արդարություն պիտի չպաշտպանի, որոնք ցորեկ ու գիշեր աղաղակում են իրեն։ Ասում եմ ձեզ, թե նա շուտով նրանց իրավունքը կպաշտպանի, բայց երբ մարդու որդին գա, արդյոք հավատ կգտնի երկրի վրա։ Ամեն։ Փառք մեր Տիրոջը սիրելներ, այս առակի, այս խոսքերի համար, որով Տերը մեզ շատ բան է հասկացնում այս առակի միջոցով։ Այս երիտասարդականի վերջի մեջս մղում եղավ աղոթքի մասին կիսվելու խոսալու երիտասարդների հետ եւ ես զգացի, որ սա շատ կարեւոր է այսօրվա համար։ Այսօրվա նկատի չունեմ հենց այս կիրակի օրը, այլ ընդհանրապես մեր իրավիճակների համար այս վերջին այս չար օրերի համար շատ կարևոր պատգամ ասասիրելներ, որ Տերը ասում է պետք է ամեն ժամանակ աղոթք անել եւ չձանձրանալ։ Այս ժամանակաշրջանի մեջ ոնց որ թե այս թշնամիները աղոթքի շատացել են։ Աղոթքը սիրելներ պետք է մենք հասկանանք, որ դա անհրաժեշտություն է։ Անհրաժեշտություն է, դա ոչ թե լավ բան է, օրինակ մարդը կարա այսպես տրամադրվի, ինչ լավ բան է աղոթքը։ Լավ բան է, էլի ես երեք այնքան աղոթք եմ այն Տիրոջ ներկայությունը զգացել եմ, այս ինչ քաղցր բան է աղոթքը։ Աստծո հետ հաղորդակցվել եմ, շփվել եմ, շատ հիանալի էր։ Բայց այսօր կարող է մարդը չի աղոթել, տեսել եկել է հավաքույթ։ Այսինքն աղոթքը մեզ համար չպետք է լինի ինչ-որ մի հատ գեղեցիկ երևույթ, ինչ-որ մի հաճելի արարողություն, մի հաճելի ժամանց, որ շատ լավ բան ասա, շատ քաղցր բան ասա, որ պետք է մենք միշտ մեր մենյուից չհանենք սա, չէ եղբայրներ քույրեր։ Աղոթքը պետք է մենք հասկանանք, որ դա անհրաժեշտություն է։ Անհրաժեշտություն երիտասարդականին մենք երբ որ խոսում ենք անհրաժեշտության վերաբերյալ իմիջիալոց եղբայրներ քույր ամեն բան չի որ անհրաժեշտություն է բայց բաներ կա մարդու կյանքում ուղակի անհրաժեշտություն է մարդը երբ որ շնչում է օդը դա անհրաժեշտություն է մարդը չի կարող օդ չշնչի որովհետեւ թթվածինը անհրաժեշտ է օրգանիզմի համար մարմինը չի կարող առանց թթվածնի Եվ դրա համար մենք շնչում ենք, թթվածինը դա անհրաժեշտություն է։ Մարդը առանց ջրի չի կարա։ Մարդը առանց ուտելու չի կարա, մարդը առանց քնելու չի կարա։ Այնքան բաներ կան, որ մեր կյանքում ուղակի անհրաժեշտություն է, բայց բաներ կան, դրանք անհրաժեշտություն չեն։ Եղած չեղած։ Օրինակ ինտերնետը, եթե ըլի կամ չլի ոչ մի դա անհրաժեշտություն չի։ Որտե մարդիկ 6000 տարի մոտիկ ապրել են առանց ինտերնետի ու վատ չեն ապրել ինձ թվում է։ Դա անհրաժեշտություն չի։ Չեմ ասում վատ բան է դա կամ պետք չի մարդուն ընդհանրապես, բայց դա անհրաժեշտ, դա այն բանը չի, որ առանց դրա մարդը չի կարա։ Բայց աղոթքը դա այն բանն է, որ մարդը առանց աղոթքի չի լինի եղբայրներ քույրեր։ Աղոթքը անհրաժեշտություն է, եթե մենք չենք աղոթում Ինչ կարա լինի, մենք սա պետք է հասկանանք, որ մեր օրը մենք պետք է սկսենք աղոթքով։ Տեր Հիսուսը ասեց, աղոթք արեք, որ չընկնեք փորձության մեջ։ Եթե մենք չաղոթենք, սիրելիներ,
փորձությունը գալու է։ Եվ մենք չգիտենք ինչ փորձություն է գալու։ Մենք չգիտենք ինչ նեղություն է գալու։ Օրինակ Մովսեսը երբ որ բարձրացել էր լեռան վրա եւ աղոտ կերանում բլուրի վրա Ահարոնի եւ Օվրի հետ միասին, եւ Մովսեսը երբ որ ձեռքերը բարձրացնում էր, ասում է Իսրայելը ամաղեկին հաղթում էր։ Երբ որ Մովսեսի ձեռքերը թուլանում էր եւ ինքը ծանրանում էր իր ձեռքերը, նա ձեռքերը երբ որ իջացնում էր, ամաղեկը սկսում էր Իսրայելին հաղթել։ Իսկ ինչքան կարևոր ասա, որ ինչ օրինակ ասա թողնվել մեզ համար, եթե քրիստոնյան չաղոթի, եթե մենք չաղոթենք, ինչ կլինի մեր կյանքում, թշնամին ուղակի գլուխը բարձրացնելու։ Մարմինը սկսելու է հաղթել հոգուն։ Մեղքը իշխելու է քեզ վրա, դու չես կարողանալու մեղքի վրա իշխես։ Սատանան առաջ է անցնելու։ Եվ երբ որ սատանան առաջ է անցնում, նա ոչ թե ինչ որ մի բան սավողի նման խնայում է, որ այսա ափսոսա, այն ափսոսա, այս թակավորը դե մեղք կա, սատանան այդպես չի մտածում, նա ոչ մի բան չի խնայում։ Երբ որ սատանան առաջ է անցնում, նա ոչ մի բան չի խնայում։ Եվ մենք տեսնում ենք դա Հոբի կյանքում, որ ոչ մի բան չխնայեց։ Ուղղակի կնոջը թե Աստված էր թողել, թե սատանան էլ թողել, դա չի հասկանալի, խի թողեց։ Միգուցե նրա համար թողեց, որ կնոջ միջոցով, ինչպես Ադամին կնոջ միջոցով գցեց, մի հատ գործակից թողեց իր համար, որ կարողանա Հոբին կնոջ միջոցով գցել, բայց դա չհաջողվեց։ Նա հարձակվում է քո առողջության վրա։ Նա հարձակվում է քո ֆինանսների վրա։ Նա հարձակվում է քո ընտանեկան համերաշխության վրա։ Նա հարձակվում է քո երեխեքի վիճակի վրա, քո երեխեքի վրա։ Նա հարձակվում է քո ամեն ինչքի վրա, երբ որ թշնամին սկսում է ամաղեկենակ, երբ որ այդ պատմությունը եթե կարդացել եք, գրված է, որ ամաղեկը հարձակվեց Իսրայելի վրա եւ այդ հետընկածներին կոտորեց, հետընկածներ թուլացածներին։ Տենմա որտեղ է թույլ կողմդ, որտեղ ինչի վրա կարելի է հարձակվել, ինչին կարա հասնի, ինքը դա բաց չի թողում։ Բայց աղոթքը եղբայրներ քուրե, դա մի հատ պարիսպ է սատանայի համար։ Դա մի ագրաժդենիա է, որ ինքը ուղղակի չի կարող անցնել։ Աստվածաշունչն ասում է, դու նրան շրջապատեցիր, նրա ձեռքերի գործը օրհնեցիր։ Տերը հատուկ ասեց աշակերտին, աղոթ կարեք, որ չընկնեք փորձության մեջ։ Ով որ ցանկապատը քանդի, ասում է օծը պիտի խայթի նրան։ Եթե մենք թուլանանք աղոթքի մեջ, եղբայրներ քուրեր, մենք պրախոդ ենք տալի թշնամուն մեր կյանքում։ Իրավունք, թույլատրություն, եւ նա առաջ անցնելու։ Դրա համար աղոթքը դա անհրաժեշտություն է։ Եղբայրներ քուրեր, դա ոչ թե լավ բան է, կարևոր բան է, ցանկալի բան է, հաճելի բան է։ Նայեք, մարդը կարա իր ժամանակը անցկացնի ինչ-որ մի հատ ժամանցի նման ինչ-որ մի հատ լավ բան, երաժշտություն դնել լսի խոսքի։ Մի կես ժամ երաժշտություն դնել լսի։ Ինքն էլ միանա երգի հետը, բայց դա, եղբայրներ քուրե, դա այնքան կարևոր բան չի։ Կարող ինչ մի հատ հոգևոր կինո դնես, Մովսեսի կինոն նստես նայես, 2 ժամ անցկացնես դրա համար։ Ու ասես, ինչ հետաքրքիր պատմություն է, ինչ լավ բաներ ենք տեսնում։ Բայց դա անհրաժեշտություն չի, որ դու այդ կինոն նստես ու նայես, սկզբից մինչև վերջ։ Բայց աղոթքը դա անհրաժեշտություն է։ Դու կարող ես նստես կինոն նայես, աղոթք չանես, բայց թշնամին իր գործն անելու է։ Քեզ թվում է թե դու հոգևոր բանի մեջ ես խորացած, հոգևոր բաներ ես նայում, բայց եղբայրներ քուրե, աղոթքին ոչ մի բան չի փոխարինում։ Եվ աշակերտները դա չէին հասկանում, բայց ես կարծում եմ հետո հասկացան։ Հետո հասկացան Տերը խի Գեթսեմանյան պարտեզում 3 անգամ աղոթեց, երկարեց աղոթքի մեջ, ջերմերանտ աղոթք անեց, հրեշտակը խի եկավ զորացրեց,
Նրանք այդ ամեն ինչը մատների արանքով էին նայում, որ ինչ կարիք կա որ։ Ինչ կարիք կա սա քիշեր աղոթքի մեջ լես կամ այդքան աղոթես։ Չէին հասկանում, որ այ փորձության ժամանակ ամեն բան ես կարծում եմ հասկացան իրանք, որ այ եթե դու չաղոթես, դու փորձության մեջ չես կարա դիմակայես եւ դիմադրես հակառակ կենաս թշնամուն։ Սատանան հաջողվելու է քո կյանքի մեջ։ Ուրեմն սիրելիներ, աղոթքը անհրաժեշտություն է եւ մարդը քրիստոնյան պետք է օրը սկսի աղոթքով։ Դու քո օրը պիտի սկսես աղոթքով, դու պետք է այդ պարիսպը ամեն օր նորոգես։ Չափարը ամեն օր պետք է նորոգես, եւ ընդհանրապես գյուղացին գիտի, չէ՞ որ չափարը միշտ պետք է նորոգվի։ Անասուններ են մտնում դուրս գալի, անձրևա գալի փթումա, ինչ որ մի վնաս ա գնում, ցանկապատը միշտ պիտի նորոգես։ Քո ցանկապատը նորոգի ամեն օր։ Ամեն օր պաշտպանությունը ամրապնդի Քրիստոսով։ Որ թշնամին ինչքան ծակծուկեր մանգա չկարողանա ներխուժել։ Անցկենալ։ Հոբի նման։ Եվ գիրքն ասում է անդադար աղոթք կարեք։ Աստվածաշունչն ասում է պարապենք աղոթքի ծոմապահության։ Աստվածաշունչն ասում է քո անձը վարժեցրու աստվածապաշտության։ Եվ մենք տեսնում ենք Դանիելի հավատարմությունը, որ նա չդադարեց աղոթք անելը, չասեց դե լավ, ես մի ամիս էլ չաղոթեմ։ Ինչ ստիլի որ։ Չէ սիրելիներ, մենք իրավունք չունենք մեր ձեռքերը թուլացնելու, մենք իրավունք չունենք աղոթքի կյանքը թուլացնելու, կանգնեցնելու, կասեցնելու, մենք իրավունք չունենք առանց աղոթքի ճամփա գնալու։ Մենք իրավունք չունենք առանց աղոթքի մեր օրը սկսելու, մեր առօրյան սկսելու։ Տերը եթե չպահի քաղաքը, ով է պահելու քաղաքը։ Պահապանը չի կարա պահի քաղաքը, ասում են, թե Տերը քաղաքը չպահպանի, զուր են անքուն պահապանները։ Եթե Տերը տունը չշինի, զուր են աշխատում շինողները։ Եթե Աստված մեզ հետ չլինի, եղբայրներ քրե Մովսես ասեց կի դուրս էլ մի արա մեզ այստեղից ընդհանրապես։ Ուրեմն եղբայրներ քրեր, մենք չպետք է թուլանանք աղոթքի մեջ, մենք պետք է մեր անձերը վարժեցնենք աղոթքի, մենք պետք է աղոթքը մեր կյանքում հաստատենք, մեր զոհասեղանը հաստատենք։ Դա կարևոր բան է, դա շատ կարևոր բան է, դա անհրաժեշտ բան է հոգևոր կյանքում։ Եվ հոգևոր կյանքում էլ անհրաժեշտ բաներ կան, գիտեք, որ առանց դրա չի լի։ Նակ ոնց որ ֆիզիկական կյանքում է, չէ՞ խոսքի, առանց ջրի մարդը ոնց կարա ապրի, կամ առանց օդի, կամ առանց կերակուրի։ Այդպես էլ դու առանց Աստծո խոսքը կարդալու դու հոգևոր մահացած քրիստոնյա ես լինելու։ Աստվածապաշտության կերպարանքը տես ունենաս, բայց նրա զորությունը ուրացած ես, եթե դու Աստծո խոսք չես կարդում, եթե դու սնունդ չես ստանում հոգևոր։ Առանց Սուրբ Հոգու դու ինչի նման ես լինելու։ Առանց Սուրբ Հոգին անհրաժեշտություն չի հոգևոր կյանքում։ Տեր ասեց չհեռանաք Երուսաղեմից մինչև վերից զորություն չառնեք։ Առանց նրա մենք ինչ կարանք անենք։ Առանց ծոմապահության, առանց հաղորդության, առանց խոստովանության, բաներ կա հոգևոր կյանքում դրանք էլ են անհրաժեշտ բաներ։ Թափված կյանքը եղբայրներ կա, քեզ տանելու է կործանման։ Դու ուղղակի աստվածապաշտության կերպարանք ես ունենալու, իմանալու եմ որ սա էլ է հավատացյալ, բայց թե ում համար ես դու հավատացյալ։ Կարող է դու ինձ համար հավատացյալ ես, եկեղեցու համար երկնքում կարող է քո անունը վաղուց ջնջված լինի։ Երկնքում վաղուց քեզ չեն ճանաչում։ Ով ես դու ասեցին այդ Սկիվայի որդիներին, դևերն ասեն Հիսուսին ճանաչում ենք, Պողոսին էլ գիտենք, դուք ովքեր եք։ Կարող է երկնքում արդեն քեզ չեն ճանաչում։ Ով այս։ Դրա համար եղբայրներ քուրեր մենք պետք է ուշադիր լինենք հոգևոր կյանքին, հոգևոր անհրաժեշտ բաներին,
աղոթքին, Աստծո խոսքը կարդալուն, հաղորդությանը, խոստովանությանը, Դավիթ ասեց իմ մեղքս պետք է խոստովանեմ Տիրոջը։ Եվ գիտեք եղբայրներ քույրեր, աղոթքը հիմա մենք որ խոսում ենք, չէ, ինքս էլ որ խոսում եմ, ինձ համար եմ խոսում։ Աղոթքը ունի բացահայտ թշնամիներ։ Դա ինչի որ հիմա ես քարոզեցի կամ ես որոշեցի որ վсё ես իմ աղոթքի կյանքը պետք է ուժեղացնեմ։ Դու որոշում կայացնում ես, բայց աղոթքը ունի փաստացի թշնամիներ։ Կարևոր թշնամիներ։ Դա մի բան է, օրինակ, ուրիշ բան է խոսքի ասես, օրինակ, ինչ որ մի բան որոշես, որ խոսքի ես ինչ բան անելու ես։ Ամեն առավոտ վերտեմ կենամ 2 կիլոմետր վազեմ։ Կամ խոսքի ամեն օր խոսքի ինտերնետը մի ժամ կամ կես ժամ պակսացնելու եմ։ Անջատիլ տեմ։ Բաներ կա, եղբայրներ քույրեր, այդքան դժվարագույն բաներ չեն, բայց կոնկրետ աղոթքը, եթե դու որոշես աղոթքի կյանք ապրես, եթե դու որոշես աղոթքի պարապես, դու հանդիպելու ես կարևորագույն թշնամիներին, որոնցից մեկը մարմինն է, որովհետև Աստվածաշունչն ասում է, որ հոգին հոժարը մարմինը տկար, մարմինը չի ուզում աղոթք անի։ Մարմնին այս երիտասարդականի այդ մասին էի խոսում, լա հայտարարի աղոթք կա ժողով կարևոր բան հայտարարել, լա տեսող է գալու, 3-4 հոգի մարդ կարա հավաքվի, հլա մի հատ սեղան գցի թխվածքով, ամեն ինչով, մրգերով եւ մի հատ նկարը հլա սայթը գցի եղբայրների եւ քույրի ասա, այսինքն սեղան է պատրաստված, եղբայրներ սաղ գործ ու հոգ սաղ բրախմե գալիս եք, հլա տես ինչ մեծ արտություն ալի դելու։ Ինչի որ մարմնի համար սա հաճելի բան է։ Մարմնի համար հաճելի բան է։ Բայց մարմնի համար հաճելի բան չի, որ դու աղոթք կանես։ Հենց որ դու ծնկի ես գալի աղոթելու, մարմինը սկսում է արդեն իր ապստամբությունը։ Հերիքա, ծնկներդ արդեն դե երբ ես վերջացնելու, հերիքա, շատ մի աղոթի, շատ ես աղոթում։ Այդպես չի եղբայրներ քույրեր։ Մարմինը ընդդիմանում է։ Այ պուլտը ձեռիդ նստես աթոռի վրա կամ հեռախոսը ձեռիդ նստես ինտերնետի առաջ, ինչ կա մարմնի համար դժգոհելու։ Էս էլ նայ, են էլ նայ, 2 ժամ անց ոչինչ, թինգը դուր ու մարմինը չի դժգոհելու դրա համար։ Հաճելի է, աչքի ցանկություն, մարմնի ցանկություն, սաղ իր ցանկություններով ես գնում դու։ Բայց դու երբ որ աղոթք ես անում, դու նրա ցանկությունները սպանում ես, դու հակառակ ես գնում մարմնին։ Եվ այդ թշնամին, որին մենք կրում ենք մեր վրա, միշտ մեզ հետ է, այդ թշնամին միշտ ունենք, մարմինը չի ուզում աղոթք անել։ Հոգին հոժարը, մարմինը տկար է։ Եվ Պողոս առաքյալը որոշում կայացրեց։ Ասում է, նվաճում եմ, ճնշում եմ իմ մարմինը, որպեսզի ուրիշներին քարոզելով ես խոտելի չգտնվեմ։ Հոգսերը եղբայրներ քույրեր։ Հələ չի լինում որ հենց գալիս եք աղոթքի հոգսեր ա գալի, հիշում եք որ ես պետք է, նույնիսկ աղոթելու ժամանակ հիշում ես ինչ որ մի հատ հոգս, ինչ որ մի հարց ու միտքը չեղվում այդ ուղղությամբ։ Նույնիսկ քո աղոթքն էլ արդեն այդ ուղղությամբ գնում։ Որ Աստծո խոսքն ասում առաջ երկնքի արքայությունը փնտրեք։ Հոգսերը նաև խանգարում են մեզ։ Փարավոնը այնքան հոգսեր դրեց իսրայելացիների վրա, որ նրանք ժամանակ չունենան աստվածապաշտությունով զբաղվել։ Ու սատանան էլ ուզում դու այնքան հոգսաշատել ես։ Մարմինդ այնքան հոգնածելի, որ աղոթելը չգա։ Այսօր էլ չեմ աղոթի, ոչինչ sense պարա, վիճակ չկա աղոթելու։ Ու դա սատանայի գործ է, եղբայրներ քույրեր։ Ու դու շատ հոգսաշատել ես, որ դու չաղոթես, որ դու չպատերազմես, որ դու իր գլուխը չջախջախես, որ նա քո ոտքը խայթի, բայց դու իր գլխին չտաս։
Մանավանդ եղբայրներ քույրեր, այսօրվա թազա թշնամիները ես ասացի Գրիգոր ախպեր 7 գլխանի ասեն կամ քանի հարկանի ասեմ, այդ ինտերնետը մի հատ այն օծեր է դնում է շատ գեղեցիկ, շատ զանազան գույներով, շատ գրավիչ։ Այսօր ինտերնետը եղբայրներ քույրեր մեր թշնամիներից մեկն է։ Ես չեմ ասում, որ ինտերնետը մեր կյանքից պետք է անջատենք ու վերջ։ Ոչ մի կապ չունենանք ինտերնետ։ Իհարկե, եթե Աստված քեզ տենց քո սրտում տենց դնի, տենց անես, ես դեմ չեմ դրան, կողմ եմ։ Բայց Աստվածաշունչն ասում է դու իշխիր նրա վրա։ Դու պետք է իշխես դրա վրա։ Ինչ կարիք կա մի ժամ, 2 ժամ, 3 ժամ ինտերնետի մեջ խորանաս, հեռախոսը, ինչ կարիք կա այդքան երկար խոսում ես, այս մեկի հետ, մեկի հետ, կարելի է խոսալ, 5 րոպե, 10 րոպե, ինչ կարիք կա կես ժամ մարդիկ խոսում են, մի ժամ դա քո աղոթքից է գողանում սատանան, քո աղոթքի կյանքից է գողանում սատանան, քեզ զբաղացնում է, քեզ ես իմ ուր ա տանում, չոլերքն ա տանում, որպեսզի դու չաղոթես։ Ուրեմն թող Տերը մեզ օգնի եղբայրներ քույրեր, մենք ունենք թշնամիներ աղոթքի։ Եվ այդ բոլոր թշնամիները մենք պետք է հաղթահարենք դրանց։ Թե ինտերնետն է, թե հոգսերն է, թե մարմինն է, թե ինչ ուզում ա լինի աղոթքի մեր ճանը, մենք սրանց պետք է հաղթահարենք եւ մենք մեր զոհասեղանը պիտի ամրապնդենք։ Տեսեք, եղբայրներ քույրեր, սա բան չէր, որ Դանիելի թշնամիները որոշեցին, որ այդ հրամանը դուրս ածեն։ Դարեհ թագավորին բերեն ասեն, սենց հրաման դուր, որ ոչ մեկին աղոթք չանի բացի թագավորից, ոչ մի Աստծուն։ Սա խոմ հենց նենց օդից չէ, սա դժողկածին մի գաղափար էր, որը բերել էին թագավորը, որ հաստատի։ Ինչն էր խնդիրը, որ Դանիելը իր Աստծուն աղոթք չանի։ Այսպիսի եղբայրներ քույրեր, դժողկածին գաղափարներ, առաջ դժողկածին ազդեցություններ կարան գան քո կյանքի իմ կյանքի մեջ, գիտեք։ Պարտադի չէ այդ հրամանի տեսքով, մի ուրիշ տեսքով գալիս են մեր կյանքում, որպեսզի դու չաղոթես քո Տեր Աստծուն, որպեսզի դու չպաշտես քո Աստծուն։ Բայց Դանիելը լսելով այդ հրամանը, լսելով այդ սատանայի խորհուրդը, այդ սատանայի ծրագիրը, որոշումը, ոնց որ թե ոտնակող անի այդ ամեն ինչ եւ շարունակի իր աղոթքի կյանքը իր աստվածապաշտությունը։ Տեսեք, Պողոսը եւ Շիղասը, որ այդպիսի նեղ վիճակի մեջ էին, ոնց որ թե այդ կապանքները, այդ ամեն ինչ չխանգարեց իրանց, որ իրանք այդ վիճակում, այդ նեղության մեջ, իրապես շատ դժվար էր, չէ՞, ծեծված, ջարդված, կոտրված վիճակում, ոտները կոճղի մեջ, նրանք սկսեցին աղոթել Տիրոջը եւ փառաբանել Տիրոջը։ Տեսեք, ոչ մի բան չէր խանգարում Պողոսին, Շիղասին իր աղոթքի կյանքը շարունակել։ Բերեք մենք էլ եղբայրներ քույրեր այդպիսի բաները ոտնակող անենք, միգուցե այնպիսի բաներ լինի, որ շատ դժվար կլինի ոտնակող անել, ոնց որ Դանիելի համար, բայց պետք է ոտնակող անենք դա, որպեսզի մենք մեր Աստծուն, մեր աստվածապաշտությունը շարունակենք եղբայրներ քույրեր, որպեսզի մեր աղոթքի կյանքը չդադարի, Աստվածաշունչն ասում է անդադար աղոթք արեք, որտեղ թշնամին չի ուզում, որ դու անդադար աղոթք անես։ Նա սպասում է այդ դադարին, նա սպասում է մեր թուլությանը, որպեսզի կարողանա առաջանալ։ Բերեք կանգնենք աղոթքի եղբայրներ քույրեր։ Տերը մեզ ուշտազորություն տա աղոթքի համար։ Տերը օգնի, որ մեր աղոթքի կյանքը նորոգենք մեր զոհասեղանը։ Բերեք մեր օրը աղոթքով սկսենք։ Բերեք մեր օրվա ընթացքում մենք աղոթքներ բերենք Տիրոջը։ Մեր կապը միշտ լինի Աստծո հետ։ Մենք չձանձրանանք աղոթքից։ Մենք հասկանանք, որ դա կարևորություն է, դա անհրաժեշտություն է։